Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորի, դե ինչ վաղուց չէինք հանդիպել, վստահեցնում եմ դա կապված էր իմ որոշակի առողջական խնդիրների հետ եւ մի քանի այլ խնդիրներ նույնպես, որ կուտակվել են ու պետք է լուծել, առհասարակ որոշակի անհրաժեշտություն կար սեփական կյանքով ապրելու։ Իհարկե ակտիվ կպայենք, դե ինչ ես խնդրում եմ տարածել եթերը, եթե իհարկե կոնտենտը ձեզ հետաքրքրվի օրվա եւ առհասարակ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ եւ բաժանորդագրվեք, որպեսզի մշտապես լինենք միասին եթերում։ 115 օր արդեն մոտավորապես մնացել է ընտրություններին ու շատ ճակատագրական են ընտրությունները, հենց դրա համար է այս մեծ աժուտաժը, որովհետեւ ներդրված գործիքներ էլ կան ու բոլորը լուրջ են տրամադրված, հայտնի ֆիլմի նման, ասում ես փորձանքը լուրջ է տրամադրված։ Եվ իհարկե մենք չենք կարող որպես քաղաքացիներ անմասն մնալ այս ամեն ինչից, սпасել, sense հանգիստ, մեկը ես որոշել եմ այսպես, մեկը ես որոշել եմ այնպես, կամ էլ դեռ կորոշեմ ու գնալ ընտրության օրը զգացմունքներից ելնելով ընտրություն կատարել։ Ես երբեք չեմ, ինչպես չեմ ասել անցյալ անգամները, այնպես էլ չեմ ասի հիմա, թե ումա պետք ընտրել, բայց ես կարող եմ մոտավորապես օգնել, թե ինչերին պետք է ուշադրություն դարձնել։ Բայց դրանք ընթացած դեռ շատ կխոսենք, իհարկե, որովհետև այո, կան քաղաքական ուժեր, ում արժի ձայն տալ եւ նրանց տեսնել խորհրդարանում որպես ընդդիմադիրներ, իսկ իշխանություն, ես կարծում եմ, պետքա լինի այն ուժը, որը որ շատ լուրջ ձեռնարկների է գնացել ու չի կարելի դրանք կիսատ թողնել, որովհետև դրանք սերունդների համար են։ Նախ ես ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք Ամստերդամից, եթե Ռոբերտ Ամստերդամից, ես հասկանում եմ, որ գուցե զարմացնում եմ ձեզ, ասեմ, քանի որ ձևիցներին անդրադառնալու եմ, հենց Ռոբերտ Ամստերդամից էլ սկսենք։ Ուրեմն մի հոդված կա, որտեղ որ հոդվածը ձեզ ամբողջությամբ չկարտամ, ամենայն դեպս մոտավորապես այսպեսին է խոսույթը, սույն անձնավորությունը ասում է հետևյալը, դե գիտեք, նա Սամվել Կարապետյանի պաշտպանն է։ Ուրեմն Սամվել Կարապետյանի մասին այսպեսի արտահայտություն է անում, ասում է նա այսօր մեզ հետ չէ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վախենում է նրանից։ Եվ իհարկե գուցե այստեղ իրենց իսկական հայ համարողներ, ճակերտավոր իսկական հայ համարողներ նույնպես ծափահարություններ են հղել։ Ուրեմն ձեզ ասեմ, դուք շատ քիչ եք հասկանում հայ բառը ինչ է նշանակում, հայերեն, հայկական եւ ուր մնաց թե Հայաստան բառը, որը այլապես թույլ չէիք տա, կամ եթե իրավաբան մարդը այսքան արտահայտում է, պատկերացնում ձեր շրջանակներում ինչեր եք դուք խոսում, թույլ չէիք տա, որ օտարահպատակ, օտար երկրի քաղաքացի, օտար ազգության մարդ գար Հայաստան, ես հասկանում եմ նրա գործունեությունը ինչումն է, հարգում եմ իրավաբանների գործունեությունը, բայց թույլ չէիք տա, որպեսզի պետության լեգիտիմ ղեկավարի մասին նման արտահայտություն անի։ Եվ ոչ միայն լեգիտիմ ղեկավարի հասցեին, այլ առհասարակ, որ Հայաստանում որևիցե հայ մարդու հասցեին։ Ասեմ մեր ու ձեր տարբերությունը կամ իմ ու ձեր տարբերությունը։ Կուզեք սա համարեք ջրբաժան հայտնի խոսքով, կուզեք համարեք պառակտում, դուք ամեն ինչում եք դա տեսնում, ինքներդ լինելով պառակտիչներ, ասեմ, որ ես ինքս որևիցե օտար երկրացու թույլ չեմ տա, չեմ տվել, չեմ տա եւ չեմ էլ տալու, որ որևիցե մի օտար երկրացի ձեր հասցեին վատ բան ասի։ Իմ ներկայությամբ որևիցե օտար երկրացի անգամ Ռոբերտ Քոչարյանին չի կարա վատ բան ասի, Սամվել Կարապետյանին էլ չի կարա, Սերժին էլ, մյուսին էլ։ Նրանց երկրորդ էշելոններին նույնպես չեն կարող բան ասել։ Որևիցե օտար երկրացի։ Ես դա թույլ չեմ տա, հասկանում եք, բայց այ դուք դա թույլ եք տալիս։ Խոսում է մի հատ անողնաշար ապուշ, խոսում է լեգիտիմ ղեկավարի մասին, ոչ ավել, ոչ պակաս։ Իհարկե ձևակերպումն այնպեսին է, որ իրավական առումով շատ այնպեսին չի, որ քաշենք տանենք դատարան կամ այլ կերպ որոշենք խոսել,
Այնուամենայնիվ ես կոչ կանեմ Ռոբերտ Ամստերդամին, հուսամ նրան կթարգմանեն, նրան կոչ կանեմ, որպեսզի հարգի հայ ժողովրդի մեծամասնության քվեն, որը տրվել է այս անձնավորությանը, եւ նա ղեկավարում է մեր պետությունը։ Ինչպես է ղեկավարում, թե որ քաղաքական ուժը առաջիկայում ինչպես իրեն կդրսևորի, դա նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացինա որոշելու։ Ես հասկանում եմ, որ նրա կյանքի փորձը խիստ ավտորիտար երկրներում է եղել, բայց սա քեզ համար հերթական ավտորիտար երկիրը չի, որտեղ որ քո կարծիքով երկրի ղեկավարի ասեն նման բան ասես ու ասենք մարդիկ նորմալ վերաբերվեն։ Այնպես որ ձևիստներ, ձեր սրիկայությունը խնդրում եմ փորձեք չափավորել եւ սույն անձնավորությունը դրա մասին ասեք։ Կուզի քննադատի, թող քննադատի, մեր երկրում խոսքի ազատությունը, ընդ որում ավելի խոսքի ազատությունը, քան իր երկու հայրենիքները միասին վերցրած, բայց այս ձևակերպումները մենք չենք կարող թույլ տալ։ Սա էսպես։ Հիմա ասենք առաջ։ Նախ ես ուզում եմ անդրադառնանք ձևիստների հավաքին։ Չնայած որ ազատչփում հաղորդման շրջանակներում խոսել եմ, բայց կան մարդիկ, ովքեր որ ինձ հետևում են իմ YouTube-յան կանալով, ուրեմն ասեմ հետևյալը, անկախ նրանից այնտեղ Նարեկ Կարապետյանը ինչեր էր խոսում, ինչ որ ով է սոված, ով է կուշտ, մի կողմից խոսում են ուտելուց, մի կողմից սոված լինելուց, հետո իրենք ասում են, որ իրենք կուշտ են, թե ինչպես կուշտ դարձան, դա դեռ հարցի մյուս կողմն է, այնուամենայնիվ, հիմի քաղաքական գործունեություն են փորձում ծավալել, բնականաբար պիտի ինչ-որ կոշտ հայտարարություններ լինեն։ Սա ես ընկալում եմ, լավ կլիներ, որ ձեր հետևորդները դա նույնպես ընկալեին, հա։ Սա ես ընկալում եմ, իհարկե կարող եմ ես էլ լինես քննադատել, որպես քաղաքացի, բոլորին էլ, որպես քաղաքացի ես առհասարակ բոլորին կարող եմ քննադատել եւ այդպես էլ վարվում եմ։ Բայց Սամվել Կարապետյանի կոչը արդեն, հա, ուղերձը այդքան էլ չհասկացանք։ Քանի որ խոսքը վերաբերվում է մեր երկրի ճակատագրին ու պետությանը, ես ուզում եմ հասկանալ, այնտեղ ներկա գտնվող քաղաքացիները, եթե ասենք օրինակ այս եթերը նայող հիմա կան մարդիկ, ովքեր որ այնտեղ ներկա են եղել, խնդրում եմ ինձ ասեք, երբ որ արհեստական բանականության միջոցով Սամվել Կարապետյանի դեմքով ChatGPT-ի ձայնով ինչ որ ուղերձեր հնչում, դուք երբ որ ծափարում եք, սիրուն ուղերձեր, սիրուն բաներ, դուք երբ որ ծափարում եք, կոնկրետ ում եք ծափարում, կարելի է իմանալ, ում եք ծափարում, ասենք օրինակ, այս վերջերս մի քանի նման դեպք եղել է, նաև այն քերակնգա Սրբազանի մասով, ում որ սատարում են միջալոց Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը եւ մյուսները, Ալիկա Ալեքսանյան եւ այլն, իրենց ողջ ցուցակը չթվարկեմ, ովքեր որ համաձայն են, որ մեր եկեղեցում Սրբազանը կարա իր բարեկամի հետ սեռական հարաբերություն ունենա։ Սրանց որ սատարում է ու նրան բռնել էին, ասում էր, արդարանում էր, ասում էր արհեստական բանականությունով է այդ վիդեոները։ Այսինքն համարում էին, որ վատ բան է, արհեստական բանականությունով է այդ վիդեոները։ Կարող է ասենք թե վաղը մյուս օր ինչ-որ բան ձեր մոտ ստացվի, հետո լավ չստացվի, ժողովուրդը դուրս գա բողոք անելու, չէ՞, ամեն դեպքում իմիջիայլոց համանadrության մասին նույնպես խոսել ենք։ Դուրս գա բողոք անելու, համանadrական իր իրավունքը իրականացնելու, ու դուք ասեք մենք դες բան խոսք չենք տվել, նման ուղերձ չի եղել, դա եղել է արհեստական բանականություն միջոցով։ Դες ինչ եք պահանջում։ Ես ուզում եմ հասկանալ, ասենք մենք լուրջ էր երեք այն ինչ-որ տեղեր ունենում, այդ կրկեսը լուրջ էր, եթե այդ կրկեսը այդքան իսկապես լավ կրկես էր, ապա այդ որակի կրկես եթե կարող եք ցուցադրել, այդ շենքը ինչի այդքան ուշ կառուցեցիք։ Շուտ կառուցեք, մտնեք դուք համարները ներկայացնեք, մինչև արդեն մնացածը ինքն իրեն կկազմակերպվեր։ Ում եք ծափարում։ Չէ, ժողովուրդ ջան, լավ, ուզում եք ծափարեք, ուզում եք մի ծափարեք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, որովհետև քաղաքական process-ներ, հա, ու հազար տեղով մեր միջավայրում կլինի, միջավայրից դուրս հաղորդումների ընթացքում շփվում ենք։ Մաքսիմումն է եղել, տեսեք։ Նստել են մի հատ տեքստ են գրել, ասենք մի քանի հոգով նստել տեքստ են գրել։ Հետո այդ տեքստը ChatGPT-ով
մի հատ էլ ասենք ես հիմի ոնց որ վերցնեմ, ասեմ ChatGPT ջան, մանա, մի հատ ուղերձ իմ համար մշակի ժողովրդին դիմելու պետության վարչապետ եմ ուզում դառնամ, մի հատ ուղերձ տա, ես էլ վրան մշակեմ, իրան ասեմ, թե հիմնական որտեղ շեշտը դնի, շեշտերը դնի, վերցնեմ դա, հա, իմ դեմքով սարքեմ, դնեմ, ունդեղ մարդիկ, այս ինչ լավ բաներ, բրավո, այս ինչ է։ Իմիջիալոց ամենախնդալուն են է, որ ձեզանից որոշ ագրեսիվ հետևորդներ կան, որոնց պորտը հաստատ տեղը կդնենք ընտածս, այդ չի հարցը, իմ ինչ-որ շատ ոգևորված են, սրանք մեզ ժեխ են ասում։ Հիմի ժեխությունը էլ ոնց է լինում, պոզով պոչով է լինում։ Ձեր նմանների, ես բոլորին չեմ ուզում դիմել, որովհետև չեմ սիրում ընդհանրական բաներ ասել, բայց մեծ հաշվով ձեզ նմաններով է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ գործունեություն է ծավալում ռուսական իշխանությունը, որը ունի ընդամենը մեկ նպատակ՝ թույլ չտալ Հարավային Կովկասում խաղաղություն։ Թույլ չտալ ինչ գնով էլ լինի, որովհետև խաղաղության պարագայում նա չի կառավարելու կառավարի։ Իմիջիալոց այն ինչ որ տեղի ունենում հիմա, եղել է նաև տարիներ առաջ, որ կարող էր տեղի ունենալ, եւ մենք կարող ենք խաղաղ ապրած լինել։ Կարող ենք եւ կարող ենք բարգավաճած լինել, բայց այդ պարագայում մենք դուրս եկած կլինենք խորհրդային միությունից։ Շատերն ասում են մենք 91 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակեցինք եւ դուրս եկանք խորհրդային միությունից, դուք ուրեմն մոլորվում եք, որովհետեւ դուք երբեք դուրս եք եկել խորհրդային միությունից, որովհետեւ սկսած ազգային անվտանգային բաներից, չգիտեմ, հետո մի տարի հետո, 2 տարի հետո նորից ֆռել ԱՊՀ մտնելով այս կողմեն կողմ, նոր անունով, հա, կայսրությունը, դուք դրանով դուրս եք եկել։ Եվ այո, հենց այդ պատերազմներն են եւ Արցախի հարցը ամբողջությամբ կառավարվել է Ռուսաստանի կողմից։ Ես անուն չեմ դնում մեր հերոսներին, հանկարծ չկա։ Ես հեսա Եռաբլուրի թեմային եւ Վենսի այնտեղ այդ այցին նույնպես անդրադառնալու եմ անպայման կհիշեցնեք ժողովուրդ, եթե մտքիցս տրին, որովհետեւ դա շարքող սրիկաներ նույնպես կան։ Պիտի կառավարելի լիներ։ Այսօր շատերն են տարածում համացանցում, որ հա, Ռուսաստանը այդ թշնամությունը պիտի պահպաներ։ Եվ այդ թշնամությունը, իհարկե, թշնամություն, որովհետև 18 թվականին էլ եղել են Բաքվում ջարդեր, չնայած մի քանի տարի անց այդ նույն պրոպագանդան, որը այսօր Հայաստանում թուրք է ման գալիս, այդ նույն պրոպագանդան բոլորիս կոչ դարձրեց եղբայրական Ադրբեջանի, եղբայրական հայաստանցիներ, եւ ցեղասպանությունից հետո երկար տարիներ ցեղասպանության մասին չէր կարելի խոսալ, մինչև որ Ռուսաստանին պետք եղավ խոսել այդ ժամանակ խոսեցինք։ Մենք այս բաներին գնահատական չենք տալիս։ Մենք ուզում ենք կառավարվող հոտ լինել օտար ուժերի կողմից, թե ուզում ենք իսկապես մեր պետությունը ունենանք։ Իսկապես ուզում ենք մեր պետության տերը լինենք եւ ինքներս որոշենք մեր ճակատագիրը։ Եվ այդ հնարավորությունները այսօր ունենք։ Ու այդ հնարավորությունները մեզ սրանք չեն բերել։ Սրանք խանգարել են, այս հնարավորությունները կարող են լինել 30 տարի առաջ, բայց ոչ քաղաքական այդքան կամք է եղել, ոչ էլ թույլտվություն, եւ այդպես գնալով հայ ժողովուրդը այո, սպիտակ գենոցիդի է ենթարկվել, մշակութաբանական ցեղասպանության է ենթարկվել, այսինքն ընդհանուր շղթայվել ու դրվել է մի ուրիշ պետության կամքի տակ, սապոկի տակ, եւ այսօր բոլորին ակտիվացրել գցել է մեր ջանին, որովհետև տեսնում է, որ մենք սկսում ենք կարողանալ եւ հմտանալ պետություն կառավարելու գործում։ Եվ նորից հիշել է, թե մենք ում հետ կարող էինք թշնամի լինել, ում հետ ավելի շատ մեր մոտ։ Այսօր գիտեք Փաշինյանը, երբ որ մամուլի ասուլիս էր տալիս, շատ լավ արտահայտություն արեց։ Տեսեք, այդ որ ղեկավարն է, որ ունենալով 4 հարևան կցանկանա կամ կկարողանա կառավարել մեր երկիրը այնպես, որ թույլ կտա, որ մեր 4 հարևանների հետ մենք ունենանք մշտական վեճեր։ Կա այդպիսի մեկը, Սամվել Կարապետյանը համաձայն է դրա հետ։ Ոչ մեկ դրա հետ համաձայն չի, բայց ուղիղ չեն ասում։ Ուղիղ ոչ ոք չի ասում, բոլորը խաղում են մեր զգացմունքների վրա։ Նրանցից ոչ ոք անկեղծ չեն։ Եվ ես այո, այս իմաստով բավականին մեծ եմ գնահատում ես Նիկոլ Փաշինյանի անկեղծությունը։ Ես մի առիթով ասել եմ նա այն ուժեղ ղեկավարն է, շատ վաղուց եմ դեռ ասել, որ ինքը կարա հետը անկեղծ այնքան խոսա ու այնքան անկեղծանա, մինչև դրանից ներքև դու չկարողանաս անկեղծանաս ու ինքը հենց այդտեղ քեզ հաղթի։
Այստեղ է նրա ուժը։ Սա է նրա ուժը։ Եվ ես դա գնահատում եմ։ Սխալվում այլում ասում սխալվեցինք։ Ժողովուրդ սխալվեցի։ Որովհետև մենք ըստ էության մեր պետությունը կառավարել նոր ենք սովորում։ Երբ մենք ասելով բոլոր ժամանակներում։ Հիմա երեք ուղերձ արվում Սամվել Կարապետյանը։ Ինձ ամենաշատը գրավեց այն հատվածը, երբ որ անցավ բանակին։ Մենք ունենանք ժամանակակից բանակ։ Ինձ հետաքրքիր է, ըստ ձևիցների, ինչ է նշանակում ժամանակակից բանակ, կամ ինչ է նշանակում ոչ ժամանակակից բանակ։ Ինչ է դա նշանակում։ Եթե դուք ձեր 4 տղերքին փախցրել եք, որ չծառայեն, էլ հիվանդ համարել եք ավելի լավ հիվանդության թուղթ ունենան, քան ծառայեն։ Այդ ժամանակակից բանակի անհրաժեշտություն ստեղծելու ցանկություն չի եղել, թե ժամանակ ամեն ինչ գնում էր մեկ այլ երկրի սրտի ուզածով եւ հեչ անհրաժեշտ չէր, որպեսզի այստեղ փոփոխություններ լինեն։ 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած եթերներ ենք անում, գրեթե համարյա ամեն օր։ Ամեն եթերին ասել ենք, որ մեր խնդիրը եղել է ոչ թե մեր զինվորի մենակ անպատրոն, մեր զինվորի կամքը, թասիբը, ուժը, նվիրվածությունը եղել է միակ բանը, որ մենք ունեցել ենք ճակատում։ Միակ բանը։ Իրանք սաղի կյանքին մեռնեն։ Ու վերջ, ու այդ զինվորին մենք այդպես մենակ թողել ենք այնտեղ։ Մենք նրան չենք պատրաստել, մենք նրան զենք չենք տվել, մենք նրան ոչ մի ուտելիք չենք տվել, բաղնիք չենք տվել, որ լողանը։ Ոչի բոլոր ժամանակների բանակն է եղել։ Օրորի լավանում էր իհարկե վերջին շրջանում, բայց կներեք, այդ ժամանակակից բանակի կարիք չենք ունեցել, մեր ձևով Նարեկ Կարապետյան, բա ինչի՞ չես ծառայել։ Կամ այդ թողեցինք, եկանք, ժամանակակից բանակ ինչ ես հասկանում։ Քեզ ով է զենք վաճառելու։ Արևմուտքը այսօր, եւ ոչ միայն արևմուտքը, տեսեք ժողովուրդ ջան, մենք հիմա շատ զենքեր գնում ենք նաեւ Հնդկաստանից, չէ՞։ Հնդկաստանին մեր վրա Հնդկաստանի զենքերը ՆԱՏՕ-ի համար բանն են, էլի։ Հնդկաստանը մեզ վաճառում է զենքեր, եթե ուզում եք իմանալ, ոչ թե անձնական միայն հարաբերություններից ելնելով, այլ արևմուտքի դաբրոյով։ Մեզ թույլատ ուղղակի զենքը գալիս է Հնդկաստանից։ Սամվել Կարապետյան, քեզ ինչ զենք են ծախելու ու ով։ Ռուսաստանը մոռացեք, որովհետև բոլորովը նստած արդարացնում եք, թե ինչու է 400 միլիոնը մեր վերցրել ու զենք չի տվել։ Բոլորդ։ Եվ այդ պատերազմը դեռ ավարտված չի։ Ավարտվելուց հետո ավելի լրջագույն խնդիրներ ունենալու, արդեն այդ խնդիրները սկսվել են Ռուսաստանում։ Դուք պատկերացնում եք մի երկիր, որտեղ անգամ WhatsApp-ն է արդեն փակված։ Դա դառնում է Հյուսիսային Կորեա, վերածվում է Հյուսիսային Կորեա։ Եկել են ուժեր, ովքեր իհարկե ուղիղ չեն ասելու, որ մենք բանը Ռուսաստանի հետ, ասում ենք աշխարհի հետ լավ ենք աշխատելու։ Նարեկ Կարապետյանն ասում է, Սամվել Կարապետյանը իր միջազգային կապերը բան օգտագործելու է, որպեսզի երկիրը բան լինի։ Զարգան, որ կապերը, օֆշորային կապերը, թե այն կապերը, որոնք որ աշխատացնում էր FSB-ի ուղղորդմամբ։ Եվ ովքեր որ շփվել են sense բաների հետ, շատ པարզ են հասկանում ինչի մասին է հիմա խոսքը։ Այն փողլեվանալու տեղերի մասին եք ասում, լվացքատների մասին եք ասում, այո։ Այո, այդտեղ շատ ուժեղ կապեր ունի, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Որ ուժերն են դրանք։ Միացյալ Նահանգները, եթե այսօր լիներ օրինակ Սամվել Կարապետյանը երկրի ղեկավար, Միացյալ Նահանգները մեզ տալու էր այն հետախուզական ԱԹՍ-ն, որը տվեց։ Դա գիտեք որորդ սերնդի իր տեխնիկա է։ Եվ դա միայն դա տված չէ, որ պատերազմ լինի, ու մենք կիրառենք։ Ճիշտ հակառակ, դա բոլորի աչքի առաջ բերված դրված է, որ պատերազմ չլինի, որ որևիցե մեկը չհամարձակվի։ Դա գրավականն է հենց խաղաղության, որ այստեղ դրված է Ամերիկայի
ամենաժամանակակից զենքերից մեկը։ Փորձովի մեկը խոցի դրան։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Կամ խոսում են գերիներից, Ռոբերտ Ամստերդամը նորից։ Եթե նա գա գերիներին կբերեն, չգիտեմ ինչեր է խոսում։ Ասում եմ մի բան, նույն գրասենյակի 5 սցենարները հանել են, մի հատ որով անցել են, նորերի ձեռն են տալիս։ Հիշեք 21 թվական, 20-21 թվականներ, ինչ էր ասում Վանեցյանը։ Իսկ սրանք նույնական մարդիկ են։ Ինչ էր ասում Վանեցյանը։ Ասում եմ, ես լինեմ վարչապետ, գերիներին բերեմ։ Ասում ենք, ձևը գիտես։ Ասա բերենք։ Կամ օգտագործի քո կապերը, բերենք։ Չասում եմ, ես լինեմ վարչապետ, կբերեմ։ Նույնը սա է ասում։ Նույնը սա։ Ես եթե լինեմ վարչապետ, կբերեմ։ Իհարկե կբերես, որովհետև թուրք-ռուսական տանդեմ, չէ, հնարավոր է բերես։ Որովհետև թուրք-ռուսական տանդեմը, հենց դրա համար է ձեր արհեստական վայնասունը օգտագործես, որպեսզի այնտեղ երկար պայի ու երկար մեծ ցավ պատճառի։ Այստեղ է հենց խնդիրը։ Կամ բոլորը դուրս են եկել, ուշադրություն դարձրեք սահմանադրության թեմային, ժողովուրդ ջան։ Շատ ուժեղ թեմա է սահմանադրության թեման։ Քանի կար 2-3 տարի է, բոլորը գոռում են։ Հեսա Թուրքի պարտադրանքով, դե գիտեք ոնց է։ Սրանք հենց հիմնականում թուրքերի հետ աշխատողներ են, որովհետև եթե ռուսների հետ աշխատում ես, դու թուրքերի հետ sense տնից աշխատում ես։ Եվ ընդ որում նացիոնալիստների հետ իրաց։ Նայեք, թուրքերի ասելով սահմանադրությունը փոխ, թուրքական ծրագիր ասա, թուրքերը պահանջում են, որ սահմանադրություն փոխվի։ Այլ մարդկանց ցավին բացատրում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, 19 թվին էին հələ ուզում փոխեն, սա մեկ։ Երկրորդ մեծ անհրաժեշտություն է սահմանադրությունը փոխելը, որովհետև մենք նախագահական կառավարումից անցել ենք պարլամենտականի, սահմանադրությունը մի քիչ խախուտ չի ստացվում, կառավարման գործի մեջ խանգարում է։ Հասկանում եք։ Բացի այդ, ինքը ինքան էլ լեգիտիմ չի, որովհետև բոլորս գիտենք այդ սահմանադրությունը ոնց է ընդունվել։ Եվ պետք է հիմա այո, գրվի նոր, ոչ թե 1-2 կետ է պետք փոփոխել, այլ ընդհանուր առմամբ մի հատ իրան լավ սահմանադրություն է մեզ պետք։ Չէ, ինչ ես ասում դու Նիկոլին ես պաշտպանում դրա համար։ Այ մերտը ես ուզում կպաշտպանեմ հարցերը չբեց, ես առաջինը պաշտպանում եմ իմ պետությունը։ Չիկա, հիշում եք, ինչ արեցին, չէ՞, սահմանադրությունը սա։ Այսօրվա դրությամբ Քոչարյանի ուժերը արդեն հասկացնում են, որ սահմանադրությունը պետք փոխել։ Սերժի ուժերը հասկացնում են, որ սահմանադրությունը պետք փոխել։ Տաշիր Սամոյեն արդեն հասկացնում են սահմանադրությունը պետք փոխել։ Այսքան հասկացում են, որ պրյամո ասում են։ Ու էլի մի երկու ուժ կային, որ ասում են, որ սահմանադրությունը պետք փոխել։ Բայց ում հրահանգով եք փոխում։ Ում հրահանգով եք փոխում։ Որ դուք այն տեսակն եք, ովքեր որ մեր ժողովրդի զգացմունքները թեկուզ թշնամական զգացմունքները փորձում են բորբոքել մեր պետության դեմ, մեր երկրում ներդնելով թուրք-ադրբեջանական նարատիվներ։ Այսինքն, թուրքն ու ադրբեջանցին ոչ մի բան չանելով, բացարձակ ոչ մի բան չանելով, ուղիղ անմիջական ներգործություն ունեն մեր ներքին կառավարման այդ բանի վրա։ Ժողովուրդ ջան, ես ուշադիր չեմ, եթե ստեղ ինչ-որ բան նկատեք, ասեք։ Արարած սար, գնել ջան Սարգիս Գրիգորյանին հրավիրի մի անգամ, ուր հրավիրեմ Սարգիսին Գրիգորյան, ինչի համար։ Չէ, Արիստակես ջան, ժողովուրդը չի հասկացել վաղուց թե ով է։ Մենք պիտի անընդհատ իրար հետ աշխատենք։ Ես մեկը ժողովուրդ եմ։ Ես ամեն օր ինձ համար նոր բացահայտումներ եմ անում։ Ես ինքս շատ ժամանակ լսում եմ մեկնաբանություններ ամենատարբեր։ Մեր ժողով մենք պիտի անընդհատ խոսենք։ Մենք պիտի խոսենք սրա մասին։ Հասկանում եք։ Պիտի անընդհատ խոսենք, որովհետև գոյություն ունեն բաներ, ստատիստիկաներ, գոյություն ունեն տեխնոլոգիաներ։ Եթե այդ տեխնոլոգիաները կան, ուրեմն դրա ազդեցությունը հաշվարկված է։ Որոնք որ ասում են նաև այլ բաներ։ Ուստի մենք անընդհատ պիտի խոսենք սրա մասին։ Միշտ
մանավանդ այս 3 ամիսը հիմնականում սա է լինելու։ Հիմնականում սա։ Ասենք ոնց կարող են 4 չծառայած տղու հերն ու հորողբերը, այսինքն 2 աղբեր ովքեր ունեն 4 տղա, 4-ից ոչ ոք չի ծառայել, խոսել բանակի ժամանակակից դարձնելուց ու վերջում մարդիկ ծափ են տալիս։ Տնտեսությունը ոնց են անում, դիվերսիֆիկացում եւ այլն։ Անհրաժեշտություն ունենք դիվերսիֆիկացման, թե ոչ։ Սա պատուհաս է, ժողովուրդ ջան, պատուհաս, բառացի։ Ես ճիշտ ասած ամենասկզբում մտածում էի ճիշտ կլինի դրեմ այդ ուղերձը, սենց stop play-ով գնալ։ Ասենք բար սիրուն մեկնաբանելով գնամ, դուք պատկերացնեք ծիծաղելիության աստիճանը։ Հետո մյուս կողմից ասեցի, իսկ ես ում պիտի քննադատեմ այդ պարագայում, իրանց արհեստական բանականությանը, որը որ մի քանի հոգով նստել միտքը կազմել է։ Կներեք, ընդ որում այստեղ ամենաուժեղը որն է, որ մարդկանց, ես սա ասում եմ հենց մեր ձևովի շարժման ներկայացուցիչներին։ Տեսեք, ես եղել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բայց ես չեմ խորշել իմ տեսակետը, իմ հակասությունը, հակառակ կարծիքը այս կամ այն թեմային հայտնելուց, հասկանում եք, որովհետև ես պաշտպանն եմ ժողովրդավար արժեքների եւ ես հավատացել ու հավատում եմ, որ իմ դիմացինները, իմ ԿՊ-ական կուսակից ընկերներս նույնպես այդ արժեքների կրող են։ Այսինքն դրա համար ինձ ոչ ոք ոչ մի բան չէր ասելու։ Շատ մտնեինք երկխոսության դաշտ։ Բայց այ դուք փորձում եք արդարացնել ամեն բան։ Դուք ընենց եք sense ստրկացած մտել դրա մեջ, որ փորձում եք արդարացնել ամեն բան։ Մի տարական ձեզ հարցեր ենք տալիս, տարական հարցեր։ Ասում ենք, նայեք, հարց համար 1, արհեստական բանականությանը, որ ծափահարում եք։ Հետո եթե ինչ-որ բան այդպես չլինի, ով է տալու դրա պատասխանը։ Ում եք դուք քննադատելու, ինչ ենք անում։ Հիմա ես պիտի նստեմ այդ դրանք քննադատեմ, արհեստական կամ եթե սա ընդ որում ձեզ խաբեցին հենց այնտեղ դալիճում մի 10,000 հոգի կլինեիք նստած, այդ քանիդ խաբեցին, ասեցին, որ ուղերձը ձայնագրած չկա, որովհետև քննչականը չի թույլատրել, արգելք կա դրված ու դրա համար մենք այս միջոցով։ Եթե դա այդպես լիներ, իհարկե ես դարձյալ կքննադատեի բանը, որ ասենք խնդալու է էլի արհեստական բանականությամբ վարչապետի տեխնացու խոսը։ Բայց այնուամենայնիվ լեզուս այսքան երկար չէր լինի։ Բայց ձեզ խաբեցին, ասացին, որ դա այդպես է, որովհետև արգելանք կա։ Այսօր ուղիղ հարցում է ում Ժորժ ջան, կներեք, այս ով է։ Ուրեմն, մոլորված իրա մասին բան եմ ասում, չի կարա պատկերացնել։ Ուրեմն, նայեք, այսօր հարցում է արվում, ասում են հարգելի քննչական, կա արդյոք Սամվել Կարապետյանի վրա բան, արգելանք, բանի հետ կապված, հրապարակային կոչի հետ կապված, ինչին ի պատասխան, ասում են, որ ոչ, այդ արգելանքը եղել է ժամանակին, հետո հանվել է։ Իսկ նրա փաստաբանները ոնց որ թե են Ամստերդամ, Ռոտերդամ, Ալկմար, Մակմար, այս տիպի, ես շատ ափսոսում եմ, որ դրա անունը Ամստերդամ է, որովհետև Ամստերդամը իմ սիրելի քաղաքներից մեկն է։ Հա, իրավաբան մարդիկ էիք, Վարդևանյան, բան, Ծաղովի։ Դուք իբր չգիտեիք կամ չէիք կարողանում պարզել, որ արգելանք չկա։ Հիմա հարցում են արել ու պարզվել է, որ արգելանք չկա, նա կարող էր տեքստը ասել, հրապարակային կոչով դիմել։ Ինչ եք խաբել այդ մարդկանց։ Այդ 10,000 հոգուց ավել մարդ, որ նստած էր այդտեղ, ամենայն դեպս կադրերից այդպես էր բան լինում։ Ինչ եք խաբել։
Այս մարդիկ էլ մոլորված էլ ծափահարում են։ Դեռ իշխանության չեկած արդեն խափում եք։ Դեռ քայլ չարած, արդեն դեռ բուն քարոզարշավը չսկսած, արդեն դուք խափում եք։ Ես իսկապես ինձ համար շատ ցավալի է տեսնել իմ քաղաքացիների, ովքեր կարող են օրինակ, ասենք, չեն սիրում, ատում են Նիկոլ Փաշինյանին, իրանց գործն է, բայց ատեն այնքան, որ ոչ մի բանը ընտրեն, այսինքն ընտրեն իրենց խափած արհեստական բանականությանը։ Հասկանում եք։ Ինչ եք խափել, Վարդևանյան։ Եվ գիտեք սրանցից մարդիկ կան, ասում են, բան, գանք բանավիճենք։ Ինչից բանավիճենք։ Ու ինչի մասին։ Ձեր ստախոսությունը ես ոստեղ բան ճշտի դետեկտոր չեմ, նստեմ ստի դետեկտոր չեմ, նստեմ ձեր ստերը անընդհատ անեմ ջրերես։ Եվ այսպես խապկանքով են ապրացրել։ Ու ազդելով մեր զգացմունքների վրա։ Բոլոր ժամանակներում, ամեն մի շրջանում ինչ-որ թեմաներով, անգամ թեմաներ են եղել, որ չեն հնչել հենց դրա համար, որ խապված լինենք։ Այստեղից են կողմ կարելի էր ոչինչ չխոսել։ Հիմա գանք մի պահ JD Vance-ի այցին Բաքու, որտեղ որ այցելել էր այդ շախիդների պուրակը, հա, այսպես ասած։ Ու այստեղ վայնասուն էին կապել, տեսեք այնտեղ JD Vance-ը գնաց, հրապարակվեցին, չջնջվեց, այս կողմ են, գիտեք որ ուժերը, գիտեք որ ուժերն էին այս հուզումնառատ բաները գրում, ընդ որում ավելին կար, դե թող հիմիղ խոսեն, այդ Նիկոլի Սազանդարները, չգիտեմ, սես բան ձևակերպումներով, այդ տեսակ, որ գնաց նա շահիդների պուրակ, իսկ այստեղ ինչու չեն տանում եռաբլուր։ Հենց այստեղ թաքնված է ամենազգացմունքային թեման, ժողովուրդ ջան, եւ ես հուսով եմ, որ դուք ինձ ճիշտ կհասկանաք։ Հուսով եմ ճիշտ կհասկանաք։ Ուրեմն այս հարցը, հենց ճիշտ այս հարցը, որ երբ որ օտարերկրյա հյուրեր ենք ունենում, ինչու եռաբլուր չենք տանում, չէ՞ որ այդ օտարերկրյա հյուրեր 1000-ից մեկ էինք ունենում, որովհետև մենք Ռուսաստանի բոստանն ենք, բայց այսպես թե այնպես Արցախի մասին էր խոսք գնում, չէ՞։ Ինչի մենք չէինք տա։ Այս հարցը ես տվել եմ դեռ 11, 12, 13 թվականներին։ Ճիշտ այդ ժամանակ եռաբլուր բառը օգտագործել այնքան էլ մոդայիկ չէր, որովհետև փորձում էին մոռացնել մեր միջից։ Այնտեղ արդեն եռաբլուրի մասին միայն հիշում էին այն մարդիկ, ովքեր կամավոր են եղել, ընկերներ են գործել կամ այդ պարկած տղերքի հարազատները։ Ընկերներն ու հարազատները, ուրիշ ոչ ոք եռաբլուր չէր հիշում։ Եռաբլուր տարին մեկ գնային, թե չգնային դելեգացիա։ Այն էլ հիմնականում բանը երկրապահները, ինչպես որ հավատարիմ միշտ գնացել։ Այդ ժամանակներից այդ հարցը տվել եմ։ Ինչի չեն տանում։ Այդ ժամանակների հարցի պատասխանը ես հիմա եմ իմացել։ Հիմա ասելով այսօր չէ կամ 3 չէ, մի 5-6 տարի առաջվանից եմ սկսել հասկանալ, թե ինչու չենք տանում։ Երբ որ առաջին արտահոսքերը եղան, եղավ թե բանը, սկսեցինք հասկանալ, թե Արցախի շուրջ ինչա բանակցվում, կամ առհասարակ ինչա նշանակում փողզիչում, ինչու պիտի մենք ազատագրված տարածքը զիջենք, եթե դա ազատագրված տարածք է, ինչա նշանակում միջազգային իրավունք, ինչա նշանակում այս ինչ նորմ են, ինչ նոր, սենց ընդ որում շատ աղոտ գիտեի, բայց արդեն սկսեցի հասկանալ, թե ինչի եռաբլուր չեն տանում, որովհետև այս սրիկաները, այս եռագլուխ հրեշը ամեն ինչ արել է, որպեսզի մեր ազատագրող, Արցախ ազատագրող կամ հանուն Արցախի նահատակված տղերքը, ճիշտ հասկացեք խոսույթը ժողովուրդ, միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկվեն ահաբեկիչներ։
մեր հերոսները։ Եվ այս սրիկաները ամեն ինչ են արել, որ Արցախը հայերից խլողները միջազգային իրավունքի տեսանկյունից համարվեն ազատագրողներ։ Եվ ես չեմ վախենում սա ասելուց։ Դա այդպես է եղել։ Որովհետև նրանք ուրացել են այն հավատը, այն գաղափարը, հանուն ինչի մարտնչել են այդ տղերքը։ Հասկանում եք, ուրացել են։ Ու հաղթական հրադադարը, չնայած այդ հրադադարը արդեն իսկ Ադրբեջանի օգտին էր, մինչև այդ ինչ-որ հրադադարի չէին գնում, որովհետև ադրբեջանցիների դիրքերն էլ։ Այդ հրադադարի օրվանից սկսել են բանակցել, թե ինչը ոնց են հետ տալիս, վերադարձում։ Իհարկե, տարբեր փուլում, տարբեր չափեր թողնելով սերունդներին, թողնելով էթնիկ հայությանը, թողնելով այս, թողնելով այն, բայց ամեն անգամ զիջելով։ Ամեն անգամ։ Եվ այո, հենց իրենք եղել են զիջողները եւ նվիրողները, թուրքը ինչ ասել է, տվել են, ասել են հա։ Եկել էստեղ մեզ հիմա 20-ից հետո ասում են, հա, Նիկոլից ինչ ասում են, ասում հա։ Մյուս մի կողմից զիջել են, մյուս կողմից, որպեսզի հանրությունը չբարկանա, փորձել են թաքցնել դա անընդհատ։ Չէ, մենք բան կռիվ եղավ, այս կողմ, այն կողմ, չգիտեմ ինչ է։ Բայց թալանել են երկիրը, որովհետև եթե իրենց ժամանակ կռիվ սկսվեր, հավատացած եղեք, մոտավորապես այսպիսին էր։ Նրանք այդ իրանց ունեցածով թռնում էին ստեղից, ստեղ մտնում էր ռուսական զորքը կանգնում էր, ասում էր ադրբեջանցի, այ միջև ստեղ արի ու վсё կանգնի, այս մնացածը ես եմ։ Սա էր լինելու։ Ճիշտ սա էր լինելու։ Եվ նրանք փորձում են այս ամեն ինչը ավելի կեղտոտ ձևով բարթել այսօրվա իշխանությունների վրա։ Եվ նրանց բոլոր բանակցությունները Մինսկի խմբի ստեղծումը, այս ամեն ինչը, ինչ որ արել են, ինչ որ զիջել են, ինչ որ իբր չեն զիջել, ինչ որ իբր սենց, իբր այնպես, խնդիրը եղել է հետևելու, իրանց խնդիրն եղել է, որ Արցախը մի կերպ միացնեն Ռուսաստանին, եթե հնարավոր է Հայաստանն էլ հետևեր։ Կամ բայց Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ ուրիշ պայմանավորվածություններ ունեն, դա չէր ստացվելու։ Այդ դրա համար իրավունքի եւ անվտանգության հարցը, որը որ ունեն բոլոր ժողովուրդները, բոլորը տեղափոխվեց տարածքային ամբողջականության դաշտ։ Եվ այդ պահին մենք դարձանք տերորիստներ, զավթի, մեզ դարձրին տերորիստներ ու զավթիչներ։ Հասկանում եք, հենց այդ պահին, այդ սրիկաները։ Եվ հետևաբար նրանք չէին կարող որևիցե օտարերկրահյուրի տանել եռաբլուր, որովհետև պրոտոկոլով ինչ պիտի ներկայացնի այդ հյուրը։ Ասենք ոնց եք կարծում, Եվրոպայում նցուշները գնում ադրբեջանցիների համար հայերին էլ սս բանեն, ամ չէ։ Նրանք աշխատող են։ Փոխադարձ շահատեստ են աշխատել։ Բայց ինչի չէին կարողանում բերել եռաբլուր։ Այս դրա համար, որովհետև պրոտոկոլը թույլ չի տալիս։ Պրոտոկոլով եթե գա անունն ինչ ա դնում, ինքը ուր էր եկել։ Ու մենք քթներից դեմ է այդ հարցը երկար տասնամյակներ չենք ցանկացել տալ։ Երկար ժամանակ չենք քթներից դեմ եղել է ու մենք չենք ցանկացել տեսնել։ Մենք նայել ենք ու չենք տեսել։ Ես ասում եմ 11-12 թվականից սկսած, ես արդեն այդ հարցը փորձել եմ բարձրաձայնել։ Բայց պատասխանը ինքս չեմ ըմբռնել։ Որովհետև չեմ հավատացել, որ կարա այդ աստիճան տխուր լինի վիճակը։ Այն ժամանակ քիչ էին խոսում։ Արցախից առհասարակ չէր կարելի խոսել։ Եվ ես բառացի ասում եմ, Արցախի մասին կար ներքին հրահանգ։ Ես լինելով այդ ամեն ինչի մեջ, ես ձեզ բան եմ ասում, ժողովուրդ։ Հեռուստատեսություններին, լրագրողներին կար ներքին հրահանգ։ Արցախի մասին կամ լավը կամ ոչինչ։ Իրավունք չուներ որևիցե խնդիր լուսաբանել։
Դուք չեք տեսել այսքան ժամանակ, տեսել ա որևիցե մեկը։ Մի հատիկ ռեպորտաժ, թե ինչպես էին ապրում օրինակ Քաշաթաղում հայերը։ Տեսել եք որևիցե մեկը նման ռեպորտաժ։ Տեսել եք որևիցե ռեպորտաժ, թե ինչ վիճակում է Մեխակավանը, կամ որտեղ առհասարակ գտնվում։ Այդ վերաբնակեցման արհեստական ծրագրերը, որտեղ էլի մի հատ լավ մի անգամ չէ, մի քանի անգամ լավ փող քաշեցին գերբանները։ Որովհետև չէր կարելի, դուք տեսել եք Զանգիլանում մարդիկ ոնց էին ապրում ու ինչ կառույցն էր կոչվում մանկապարտեզ կամ դպրոց։ Չէ, ես իմ աչքերով տեսել եմ։ Բայց դրա մասին կարելի էր գրել, օրինակ, որ Զանգիլանի այսինչ դպրոցում եղավ այսինչ միջոցառումը, բայց նկար թե ինչպիսին է այդ դպրոցը, ինչ վիճակում է, կամ ինչպես են այդտեղ ապրում մարդիկ, որևիցե մեկը չեք տեսել ու չեք կարող ինձ ցույց տալ։ Այս դրա համար չեք կարող, որովհետև փակ է եղել ամբողջ սմին, եղել է բռնապետերն են, եղել է իրանցը, արգելված է եղել, այդ հետո հանկարծ իրանք դարձան հայրենասեր ու այն ինչին իրանք տիրություն չեն արել, սկսեցին բարդել մի անգամից այսօր, որը կարծես թե բան է, այսօր աշխարհությունը 40 տարի է ղեկավարը։ Ու հիմա էլ թե բա խիեր գնացել այդ շահիդների պուրակ, իսկ մեր մոտ երրաբլուր չգնաց։ Այդ սրա համար, որովհետև այդ սրիկաները միջազգային իրավունքի տեսանկյունից մեզ դարձրել էին տերորիստներ։ Եվ այնտեղ գնացողը պիտի պրոտոկոլի տակ բան դներ, անուն դներ։ Եվ նրանց տերորիստներին դարձրեցին հերոսներ։ Այս սա է իրականությունը։ Ու այսօր վերակացել անձնավորությունը, անձնավորության թիմը իր անունից ChatGPT-ով մտնկարը դրած, բանա, միտքը ասում, թե մենք ուժեղ, չգիտեմ, այս կողմ ֆլանը ֆստանը։ Մարդ, ով 44 օրյա պատերազմի ընթացքում արել է մի հատիկ հայտարարություն, երևի էլի արհեստական բանականությունով, չգիտեմ։ Որտեղ որ դու չես հասկացել, որ այս գրառումը հայ մարդու է պատկանում։ Ով է նրան ասել, ինչից է վախեցել անի հայամետ գրառում, Սամվել Կարապետյանը, իր պաշտոնական էջում, 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ որ ասում են, կոչ եմ անում, որպեսզի կողմերը նստեն խաղաղ բանի, խոսալու։ Ինչու է այդ հրապարակումը արել։ Որտեղից որ վախեցել է ավելին անել, այս դրանց դեմն է կզելու է, ու եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե բանա, նու կերել են սրանց կտերը, թե ինչ են կարծում իրանց գործը, բայց կերել են սրանց կտերը, մտածում են, որ վայ երկիրը նես վատ վիճակու, թրկած ման է գնու բան, հես ասա եկել է որպեսի փրկի, ուրեմն հենց իրական կզողը նրանք են, սա լավ իմացեք, որովհետև անգամ ձեր հերոսների արյունը նա չգիտակցել ու ենթարկվել է ուլի նման խելոք ենթարկվել է այն կառույցին, ով ասել է փորձվել ես մտավել բառես գրել։ Նեյտրալ մի բան, ասել է շրջան, չեմ կարա գոնե մի բան չգրեմ, ասել է մի հատ նեյտրալ բան։ Ու սա է իրականությունը։ Ու սա այսօր եկել է։ Ես դե ծնվել եմ Հայաստանում, բանա, գյուղում, Հայաստանում ու գյուղում Հայաստանի բնակչության մեծամասնությունն է ծնվել։ Բայց այն որ արդեն սովետի ժամանակ աշխատում էր Կալուգայում գործարանում եւ արդեն հավատարմության երթումը տվել էր հատուկ պարկին այն ժամանակ։ Եվ որ պիտի սովետը քանդվելուց այդ ձեր նմաններին տարբեր ազգերի մենակ հայեր չեն եղել։ Հավաքեն ու ասեն այս սենց եք հիմա աշխատում։ Ու դե պետական ամեն ինչը քանդվել է, պիտի մասնավորին գնա։ FSB-ն չի թողնի, որ գնա էդի անկապ մարդկանց, պիտի իրաց մարդկանց գնա, որ կարողանա կոնտրոլ անի։ Ու դուք տենց եք հարստացել։ Դուք չեք կարող ցույց տալ, թե ձեր առաջին միլիոնը որտեղից, այն խնդիրը հենց այստեղ է։ Ես կարող եմ հարգել բոլոր մեծահարուստներին, առհասարակ, գիտեք, չստացվի, թե ես
բանա, նախանց կամ խանդ կամ խնդիր ունեմ հարուստ բացարձակ, ես ճիշտ հակառակ, ապրամ աշխարի սաղ հայերը քանի հատ հայ կա, լավ վատ կապ չունի, թող սաղ միլիարդատեր դառնան բացի ինձանից, իսկ միլիոնատերեր պետք չի դառնամ, ախպեր, թող մեր հայերը սաղ հարուստ են, ես այդ խնդիրը չունեմ, բայց ես օրինակ գլուխ եմ գովում մեր այն մեծահարուստներով, ովքեր որ հայ լինելու հաշվին, հավաքագրված լինելու հաշվին, Հայաստանի դեմ խոսելու հաշվին, չեն հարստացել։ Խոսում եք աղքատ մարդկանցից, եկեք, բանակից մի կողմից խոսում եք, մի կողմից արա, հենց որ նորա պարզվել է, իմիջիայլոց հուշեմ ձեզ, որ արբիտրաժային տատարանը ձեզ մեղադրել է, են որ դուք դիմել եք արբիտրաժ ասել է անցա կապ է ստեղից, կան ես հանցագործությունները բացեք, այսինքն Ռոմանոս Պետրոսյանը անկախներից որ իշխանական թևի ներկայացուցիչն ու ժամանակավոր պաշտոնակատարն է, այն ինչը որ դնում է համացանցում, ռեալ բան է դնում, ու դուք դեռ չեք վիճարկել, ոչ մի կերպ, ու վախենում եք էլ գնաք ուղիղ բանավեճերի, սա այսպես, հա, Զորամասի վրա հավելագրում եք արել արա դուք ոնց կարաք խոսակ բանակից, ոնց, քո պետության Զորամասի վրա, այսինքն որտեղից ունենաք Զորամասը ինչ է, որ 4 հատ փախել եք բանակից, որտեղից պիտի, Զորամասի վրա հավելագրում եք արել, այսօր եկել եք արհեստական բանականությունով կուտ եք տալի, ընդեղ էլ մի 10,000 եկել է, այո, իսկ լավ, ավենք ժամանակակից բանակ եք ունենալու, 99%-ը չգիտի ժամանակակից բանակը որն է, չգիտի, այսօրվա դրությամբ մենք Վազգեն Սարգսյան ուսումնական ռազմական բանը, համալսարանը այնպիսի փոփոխություններ արել, այնպիսի փոփոխություններ, որ ես երբեք չեմ երազել զինվորական կյանքով ապրել, բայց եթե լինեի երիտասարդ, շատ հնարավոր է ընտրեի այնտեղ սովորելը։ Այնպիսի լրջագույն փոփոխություններ։ Ես մի առիթով տեղադրել եմ, թե համեմատական ֆոտոները ինչից ինչ է դարձել, թե ներսը էլ ինքը իրանով կրթության որակը։ Այսօրվա դրությամբ մենք դարձյալ ունենք ավարտողներ, ովքեր որ գնում են լուրջ երկրներում վերապատրաստումներ անցնելու, ոչ թե Ռուսաստան, միայն Ռուսաստան, լուրջ երկրներ, նաև Ռուսաստան, Չինաստանից մինչև Ամերիկա գնում են, այսօրվա ծրագրերով երիտասարդ տղեն ծառայելով կարա տուն առնի, կարա տուն ունենա, և այսօրվա դրությամբ մենք զինտեխնիկաներ ունենք արդեն, ու էլ ենք ունենալու, որոնք որ առանձնահատուկ խանդ է առաջացնում Ռուսաստանի մոտ, և դրանք ունենալու համար պետք է նախ և առաջ այդքան վստահություն ունենալ, տեսեք ժողովուրդ, երբեք ՆԱՏՕ-ն չի կարա թույլ տա, որպեսզի քեզ տա ժամանակակից զենք ու մտածի, որ հնարավոր է դա ընկնի ռուսների ձեռքը, նա չի տա, պիտի շատ վստահ լինի որ տա, իսկ այդքան շատ վստահությունը վաստակել է պետք, որևիցե մեկ եղել է սրանցից, որ կարող վաստակել, բերան էլ ասին, ինչ Նարեկ Կարապետյանը J.D. Vance-ի հետ հանդիպում չէր խնդրել, բայց Սամվել Կարապետյանի կապերը խի չօգնեցին, որպեսզի Նարեկը մի հատ հանդիպի ու մի հատ նամակ տասի բանա, օպարին բռնել են, ախպեր, խնդրում ենք միջնորդեք թող բաց թողնեն, որտեղ է եղել ձեր կապերը, այսօրվա դրությամբ մենք ենք արտադրում որոշ զինատեսակներ, ասեմ ավելին, թե չասեմ ավելին, երբ որ հրապարակային կլինի, այսօրը հիշեք կազում, էլ հիշմիկ եմ, որ խոսում ենք ասացի ավելին կա, միակ պրուժին արտադրած կայինք, բայց ժամանակ միջազգային կապերի խնդիր չունենք,
Կամ այդ որ մենք այստեղ Հայաստանի սահմանը պայելու խնդիր ունենք, Ռուսաստանը 400 միլիոնը վերցել չէր տալի, Սամվել Կարապետյանի կապերը չէին կարող օգնել դրան։ Թե հատուկ մանդատ է պետք։ Բայց ո՞նց են ադրբեջանցի միլիարդատերերը կարողանում օգնել Ադրբեջանին։ Ո՞նց։ Այո, անհանգստանալու բան չկա։ Անհանգստանալու չի։ Ես ուզում եմ, որպեսզի մենք սկսենք մի քիչ առողջ դատել, առողջ մոտենալ հարցերին։ Մեր, ուրեմն տեսեք ժողովուրդ, ինչ է նշանակում ժամանակակից բանակ, որպեսզի հասկանանք։ Ուրեմն մեր բանակը եղել է սովետական մոդելի, որպեսզի հանուն անկեղծության ասեմ, սովետական մոդելը ինքը վատ մոդել չէր, բայց ինքը մեծ բնակչություն ունեցող կամ մեծ երկիր ունեցող մոդել էր, ունեցողի մոդել էր, ինքը փոքր երկրի համար հարմար չէ, որն է դա եղել, սովետական մոդելը, խնդիրը դրված է, ասենք պետք է գնա, օրինակ եմ էլի ասում, պետք է գրավել այս տունը, վերջ, ամբողջ թափով հարձակվում եք, ամբողջ թափով մեռնելու գնով էլ լինի, պիտի գրավեք այդ տունը, զոհերի քանակը կարճում է, եւ ինքը ծանրաշարժ էր, որովհետեւ ինքը պիտի շատ լինի միշտ, հետեւաբար ծանրաշարժ է, հասկանում եք, որն է ՆԱՏՕ-ի մոդելը, սերժանտական մակարդակը պատասխանատվությունը բարձրացնում է, փոքր ջոկեր են, արագաշարժ, թիրախային գործողություններ անում եւ սերժանտը ունի տեղում ինքնուրույն բան նախաձեռնելու եւ հրաման տալու իրավունք։ Ըստ իրավիճակի, ինչի համար ինքը պիտի ունենա լուրջ կրթություն, լուրջ զինվորական կրթություն։ Հասկանում եք։ Եվ մեզ մոտ են որ ասում են սերժանտական համակարգը, բանը բարձրացնենք սերժանտ SS ու այդ ուղղությամբ քայլեր են անում։ Դա այդ ժամանակակից բանակի մոդելն են առաջ տանում։ Հասկանում եք։ Սրանք հիմի դուրս են եկել ժամանակակից մոդել։ Որ փորձագետների հետ եք աշխատելու։ Աշխարհի որ կողմի փորձագետների հետ եք աշխատելու։ Իմիջայլոց, ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն ներկայիս ժամանակակից մոդելի, այս ժամանակակից է ինքը արևմտյան մոդելն է, որը տրանսֆորմացվել այսօր դարձել է արդեն ավելի այլ բան, հա, ու դրան մենք ասում ենք ժամանակակից։ Ուրեմն այն ժամանակները այդ մոդելի հիմքը դրել են մեր հայդուկապետերը, հենց ինքը նույն Զորավար Անդրանիկը, ով հետո որոշ դասընթացներ է տվել Միացյալ Նահանգներում։ Այո, կարող է զարմանալ, սենց բաների մասին իհարկե չեն խոսա։ Որովհետև այս մարդիկ հենց այդ մոդելն են կիրառել քիչ հոգով, այ որ կարդում եք պատմությունները, մեկ է նայում եք 4-5 հոգով, չէ, գյուղից գյուղ գնալուց մի հատ զոր կա արձակվում վրեկները, իրանք կարողանում են լուրջ պաշտպանություն ցուցաբերել, խոցել, հասնել առաջ, կիսել, այս կողմ գնալ, այն կողմ գնալ։ Այդ սա Արմեն Հարությունյան, ուրեմն էլի հարբեցող Արմեն ջան, արի քո այդ ջանով խոսամ, արա հո դու ղզիկ չես, որ կնանիք են տենց ապուշ բաներ գրում, ասես լավ կնիկ են, այդքան են կարող է լավ հեր չեն ունեցել, տենց խմել եկել տուն մերերին տպել է բաման, տենց մի հատ աղջիկ երեխա է մեծացել է դարել է դալբայով, արա դու էլ հո տղա ես արա, վրոձի, չէ, Արմեն Հարությունյան, տղու անուն ազգանուն է, էլի։ Եթե մեկի համար պարոն վարչապետ Վարդան Ղուկասյանը լինի, դες էլ գիտե, այ հետեթե դոգի բուտիլով կեկնա, էլի, գծած ասա։ Սրիկա լակոտ, հիմի որ մոր կվուրել դնեմ վրետ, չես գալու ինձ տենաս, ու ապացուցես իմ, ասենք, հարավ, չեմ ուզում մտնեմ այդ ծրուցի դաշտելի, ոչխարի բալա ախր, դու ղզիկ չես, ապուշ արա, տղա եղի արա մի քիչ արա, հլը,
Անկախ նրանից, ես խմող եմ, խմող չեմ, հələ կային, դու խմող տղեքի հանդեպ ինչ-որ բան ունես, արա, այ ֆունցիկ։ Տղեկ ովքեր ուտեն խմելու, տենց հավես են ունենում, տող խմում են, ինչ-որ վախեր ունես, արա, հա, ինչ-որ բան ունես ասելու տենց տղերքին դու։ Խմող տղեկին բան ունես ասելու, արա, դու ունես ասելի, որ էտի իրանց վրա ինչ արատա թեմա է, արա, բջի բալա, բջի տուլլա, սով են արա ես ապուշները, դավայ պախարս տուց այն ֆունցիկ արա, ապուշար, եկ է տեղա ես արա, ապոտն էլ լավ բան արա, տեսա, դե մեր սխալի ճշտին չնայեցի ծավը, տայգը վավաշը սխալ բանա գրել, որ մնաց բարը ճիշտ գրի, իմ բարը, նեց էլ մտնում, հապեցա, ոցով խմում գնում իրաց մորն եմ տպում, սիրկ են սրանք արա, 5 տարյակ եմ կծկիրան, ներված բացատրեմ սրանց արա, այ կեզ բան, հերը տեմ ինչ եմ նեղվում ես, որ ես խմած կլնեմ, թե չեմ լնի, ինչ է եղել, խմում ձեզ եմ տունըտ խայտարակ եմ, անում որ խմում եմ, չեմ խմում է հարցը, ինչ կա էլ ուզում եմ ջոգ եմ արա, այ կեզ բան արա, լավ կնանիքի մասով միտեղ հասկրծանք, ընդեղ բան, չնայած կինն էլ մի քիչ պիտի էլի շնորքին իրան պայեն էլ, ասենք ուրիշ տղամարդու հաթաթա ես տալի, որպես տղին արա, գնիկ այդ կուրսի որ տունը տղա կա, թե ոնց, չես հասկանում, ոչ չէ, լավ, անցնի, ծիրկ էլ, այ սրակ էլ, այդ ծապտավողներից է, այդ տեսակից է, էլի, վայ մամա ջան, մեծ հաշով ես ուզում էի, շատ ճիշտ ես Ռուզաննա ջան, դրանց վրա ժամանակ ծախսելու չի, պրոստը պայի տակ աչքս տեսավ խնդալս եկավ, պապայարև թե ներվայնացը, ես անգամ տրաբս լավ է, երեք որ ես արհեստական բանականության տեսա մեր ապագա վարչապետի ուղերձը, ինձ այսօր սաղորը բացել է, բայց արդեն ուզում էի եզրափակեի այս խոսակցությունը, այսօրվա եթերը, մեկա կհանդիպենք, բայց սենց մի երկու բառով ամփոփիչ, ուրեմն պարզվում է ժողովուրդ ջան, որ մեր սահմանադրությունը ոնց որ թե թուրքերի պահանջով չի, որովհետև նրանք ովքեր որ ասում են թուրքերի պահանջով է, այն կայքերի տակի նստածները, այն հեռուստատեսությունների հետևում կանգնածները, այն լրագրողները, ում որ ծառայում են, Էսրանք ասում էին թուրքի պահանջով, հիմա իրանց տերերն էլ են ասում, որ սահմանադրությունը պետք փոխել։ Այնքան է, որ ատելության մթնոլորտը պահեին հատուկ ուլերի համար։ Նրանք ովքեր ասում են երկիրը այս վիճակից պիտի հանենք, պարզվում է այդ երկրի այդ վիճակում լինելու այդ վիճակից հանում են արդեն ու իրանք նեղվում են, որ հելնում է, դրա համար են կատաղած։ Եվ պարզվում է նաև, որ այսօր վարչապետը շատ հետաքրքիր բան ասեց, որին ես լուրջ եմ վերաբերվում, ես խորքային հասկանում եմ, թե դա ինչ նկատի ուներ, բայց երևի թե դրա մասին արդեն վաղը կխոսենք։ Մի խոսքով հին խոսք կա, ասում է վերնագիրը, ես ճիշտ ասած ես եթերի ուզում եի այդպես դնեի, հետո ջնջեցի, ասում են անտեր շունը հաչան չի լինում։ Այդպիսի խոսք կա։ Այսինքն երբ որ տեր ունի, գլխին մեկը կա ու ինքը վստահ է, որ տեր ունի, այդ պարագայում է հաչում, որովհետև ինքը գիտի բան է պաշտպանում, ինչի համար իրան կկերակրեն, հասկանում եք։ Իսկ եթե ինքը անտեր է, խելոք իր համար միտեղ նստած կարող է ծափ տվողներից լինի, չգիտեմ։ Բայց այս պարագայում սրանք ժրել են, որովհետև տեր ունեն։ Եվ
Ժրել են ոչ միայն այս քաղաքական թևերը, ժրել են նրանց ճուտիկ բուլիկները դպրոցներում տեղակայված, տարբեր պետական հաստատություններում տեղակայված։ Ասեմ, ձեր տերերը ձեզ չեն փրկելու։ Չեն փրկ։ Ես այս հեռախոսից մեջ արդեն այնքան տվյալներ ունեմ դպրոցների հետ վերաբերյալ, որ դուք երեխաների հետ ոնց եք խոսում, այս երկիրը երկիր չի, բա էսի անտեր երկիր է, բա Նիկոլը, բա գիտեք, այդ քաղաքական սա այս հեռախոսի մեջ կա, լավ իմացեք։ Հուդիսի 8-ից դուք չեք աշխատելու։ Հիմնիկվանից հելեք, գործ մանեկեք։ Հատ լարելու եմ ձեզ այդտեղ արեկից։ Ես գիտեմ սա ինչի հետևանք է, երևի վաղը հիշեմ դրան նույնպես անդրադառնամ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կինեղեք ամենից շատ լավ է լինելու, հետ չմտածեք։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ապուշի նման շարու փորձակներից է հեռու։ Բարի գիշեր, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։